Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 14-ի համար, ովքեր որ այնտեղ չեն լինում, այստեղ են լինում, ավելի շատ իրենց մոտ կարող է ձեր մոտ կարող համապատասխանում է սա եւ նա չեք նայում։ Ամենայն դեպս եւս շնորհավորում եմ ձեզ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ նվերներ տվեք իրար անպայման թեկուզ ամենաչնչին նվերը, ապա տվեք իրար, մի հատ նասկի, բրիլոկ, ինչ որ կարող եք նվեր տվեք իրար, որպեսզի դա ձեր սերը ավելի է ամրացնում, քիչ-քիչ է, հա, դա տեղի ունենում, այսինքն երբ որ դուք այսօր ուղղակի ուզում եք դիմացինին ուրախացնել թեկուզ այդ փոքր նվերով, հաջորդ անգամ արդեն կցանկանաք, որ ավելի շատ աշխատել եւ ավելի լավ նվերներ տալ ձեր սիրելին։ Այնպես որ պատրաստեք յուրաքանչյուր չնչին փոքր նվերը, ձեր սիրելին գիտի ձեր պայմանները։ Այնպես որ պետք չի իրենից ամաչել կամ դրա համար ինչ որ պարտքեր անել։ Այսքանը տեսնենք ինչ է սպասվում այդ օրը բոլորիս։ Այստեղ տարվա ծնված նշաններն են, նաև տարվա ծնված նշանների հետ կապված կանխատեսում կլինի շուտով, ճիշտ է 2026 թվականի համար է, դեռ նոր ենք մտնում 2026 թվական, այսինքն հա վագրի տարի այնպես չի, որ արդեն մտել էինք, ուղղակի մենք 2026 թվականում ենք, բայց ոչ այդ տարիներին, հա, այս չինական տարիներին։ 1-2 կանխատեսումներ կլինեն անպայման դրա վերաբերյալ։ Եթե հետաքրքրի կարող եք նայել։ Իսկ հիմա անցնենք կանխատեսմանը եւ գնանք առնետներին։ Տեսնենք ինչ է սպասվում առնետներին փետրվարի 14-ին։ Հանդիպում կամ շփում վարչա տղամարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդ, ամենայն դեպս տարեց մարդ է։ Նամակագրական կապի մեջ կլինեք այդ մարդու հետ, նաև դա կարող է լինել փաստաթուղթ, որը նա ձեզ կտա կամ դուք իրեն կտաք։ Ինչ որ բաներ են, այստեղ ավելի շատ փաստաթուղթը տալ վերցնելու, նաև հա ինչ որ SMS կարող եք գրել իրար, ինչ որ մեկն է կարող նոր ծանոթություն է։ Ծրարով ինչ որ բան է տալիս ձեզ, դուք եք իրեն տալիս, ինչ որ գումար է մեջը։ Այդ օրը նաև կարող եթե հարաբերություններն են այստեղ, հարաբերություններ կարող եք խոսել, հասկանալ իրար, կարգավորվի հարաբերությունները։ Այստեղ կայունանա, եթե ինչ որ խնդիր կար, ապա այդ ամենը կկայունանա ոմանց մոտ այստեղ հստակ։ Ոմանց մոտ այն ոլորտը, որը որ այդքան էլ նորմալ չէր, անհանգստանում եք այդ ոլորտի համար, ապա այս ոլորտը եւս կկարգավորվի, այստեղ կայունանում է ձեզ մոտ որևիցե մի բան։ Որից ոլորտ կայունանում է։ Այդ օրը նաև շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, նաև կարող է լինել լեզվակռիվ մի փոքր էլ ուշադիր եղեք, այդ օրը չփչացնեք, նաև բամբասանք։ Դե եթե սիրուն լինեք այդ օրը բնական է կբամբասեն, եթե ոչ, ապա կարող է ինչ-որ մեկի հետ էնալի տեսել սկսել են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, իհարկե տարվա ծնված ցուլերին է վերաբերվում սա։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 14-ին։ Ավելի ուշ կգտնեք այդ օրը, նաև սա տղամարդ է, որ կանանց համար որ կհայտնվի ձեր կյանքում, գուցե նաև այդպես կամ ուժային կառույցում է աշխատում, կամ այդպես թիկնեղ ուժեղ տղամարդ է, ում վրա կարող եք հենվել, հա, պարտադիր չի այդպես ինքը մարմնով այդպես լինի, բայց ինքը որ իր հետ խոսում եք, ինքը հա ուժեղ տղամարդ է եւ հասկանում եք, որ այո, նա ձեզ կկարողանա պաշտպանել ինչ որ հարցերում։ Եվ նաև հովանավոր է դա, որ կարող է ձեզ օգնել, եթե ինչ որ հարց ունեք, հա, ինչ որ խնդիր կա։ Այդ օրը ոմանք ճանապարհներին շատ կլինեն, երկար ճանապարհ կգնաք, նաև կարող է տեղափոխվում եք տանից տուն, երկրից երկիր, նաև ձեր գործերը առաջ կտանեք։ Ինչ որ մարդիկ կարող են նաև գալ ձեզ մոտ այդ օրը։ Եվ նոր դռներ են բացվում ձեզ համար, հաջողություն է սա, նոր հնարավորություններ են, որոնք որ կգան ձեր կյանք, օգտվեք այդ հնարավորություններից անպայման, բաց մի թողեք այդ հնարավորությունը, հա։
Ոմանք կարող է ինչ-որ դուռ եք փակում, ինչ-որ մի բան եք էստեղ անում, միգուցե ճանապարհների հետ էր կապված, եւ ի վերջո փակում եք այդ դուռը վերջնականապես։ Այլևս ոնց որ անդրադառնալու դրան կարիք չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 14-ին։ Խորամանկ մարդիկ են շրջապատված։ Խփեպա, փոքր այստեղ պետք է ուշադիր լինեք։ Նաև դա կարող է լինեք դուք, պետք է լինեք խորամանկ, ինչ որ չափով էլ, ինչ որ մարդկանց հետ, ինչ որ մի բան անելու համար։ Ուղղակի ուշադիր պետք է լինեք, որ այդ օրը ձեզ չխափեն, ձեզ չփորձեն խափել։ Որից է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ինչ որ մի բան կիմանաք, նաև ոմանք կզբաղվեն ուսմամբ։ Ոմանց մոտ էլ սա կյանքի նոր էջ է, ինչ որ ձևով կփոխեք ձեր կյանքը, նոր էջ կսկսեք, նոր ձևով կսկսեք ապրել։ Այստեղ նաև նոր շրջապատ է ոմանց համար, այդ օրը նաև կարող է ոմանք իրենց ընկերներով այդպես հավաքվում են եւ գնում են օրինակ այդ օրը նշելու։ Ինչ որ պահեր են այստեղ։ Ոմանց մոտ սա իմաստություն է, որը կգա այդ օրը, կզգաք, որ արդեն ինչքան մեծ եք, նոր կյանքի իմաստ կստանաք, ուղղակի դա գաղտնիքից է, դա կարող է կապված, կամ հա սա փոխում եք ձեր կյանքը եւ նոր իմաստ եք ստանում։ Նաեւ պետական աշխատողներն են, սա կարող եք օրինակ երկուշաբթի օրվանից արդեն մեկ այլ աշխատանքում լինեք, ավելի բարձր պաշտոն կամ ինչ որ դիրք ունենաք։ Նաև դա նմանատիպ մարդկանց շրջապատում կարող եք լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 14-ին։ Դեք մյուս քարտերում, մյուս նշաններում էլի կային նմանատիպ պահեր։ Այստեղ նույնն է գալիս է, ուղղակի դա արդեն չգիտեմ, այստեղ նապաստակներից ոմանք էին, հա, այնտեղ։ Այստեղ պետք է հստակ ուշադիր լինեք։ Ձեր զույգին չկորցնելու համար ինձ թվում է այդպես որ նայում եք, դուք էլ եք հասկանում։ Կորուստ, սեր եւ որևիցե տղա։ Եթե չեք ուզում կորցնեք դիմացինին, ապա հա պետք է մի փոքր զսպեք ձեզ, ձեր էմոցիաները, միգուցե իրոք հասել են աստիճան, որ պետք է բաց թողնել դիմացինին, բայց եթե չեք ուզում, հա կարող է ձեր ուղղակի լեզվի հետ է կապված, չեք կարողանում ձեզ զսպել, դրանից կարող է լինել։ Եվ այդ օրը ոմանց կարող են սեր խոստովանել, շատ սեր ստանաք 4 կողմից, նաև եւ աշխատակիցներից եւ հա ձեր շրջապատից շատ սեր ստանաք։ Տեսնենք, բայց այս կորուստը մենք ուզում հասկանալ։ Այստեղ ինչ որ մի ձևով անհաջողություն է սա, դա է, հա, հաջողության կորուստ կամ այդ պահին չեք վերցնում այդ պահը, հա, որ վայ այս պահը կարելի է օգտագործել, դրա համար է այդպես լինում, ոնց որ անհաջողություն է, հաջողության կորուստ, այսինքն այդ պահը բաց եք թողել։ Միգուցե սեր խոստովանելու հետ է կապված, միգուցե հասել եք կմտածեմ, միգուցե ինչ որ մի բան է այստեղ, չեմ կարող հստակ ասել։ Բայց դե շատ սեր կստանաք։ Դե սա նաև նոր ծանոթություն է, նոր սեր է այստեղ, որից է երիտասարդի հետ։ Իսկ մնացածի համար տեսնենք ով այս երիտասարդը ում հետ կհանդիպեք, կխոսեք։ Միգուցե իր առիթն է, միգուցե իր այդ գնում եք ոչ հասարակական վայր, որտեղ շատ մարդիկ կան։ Այդպես նաև գուցե հասարակական գործիչ է, ում դրսում տեսնում եք նաև կցանկանաք նկարվել, այդպես։ Կարող ձեր տղան է, ամուսնանում է այդ օրը, դրա համար ուրախ եք, այստեղ դրա համար պետք է ուշադիր լինեք, որ ճիշտ ժամանակին կարողանաք շատ բան անել, որ հասցնեք յուրաքանչյուր բան, եթե այդպես է։ Այսքանը, ինչ որ բաներ չունեմ էլ ասելու, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 14-ին։
Հանդիպում շփում որևիցե տղայի հետ, ձեզ տա գայթակղություն է նաև, ուշադիր եղեք, կարող է տղան ձեզ գայթակղի, բայց կարող է դա կլինել նաև կամ խաբեություն կամ ուղղակի մի քիչ շուստրի է։ Դուք պետք է այդ պահին զգաք, հասկանաք, իմաստուն լինեք եւ հասկանաք ճիշտ ըմբռնեք իր ցանկությունները, որովհետեւ այստեղ նայեք գայթակղություն, խաբեություն։ Տեսնենք ով է արդեն ուրիշների համար, ով է այս տղան։ Դե այստեղ եղբայրը կարող է լինել։ Նույն դեպս իրեն տեսնելուց կուրախանաք։ Գուցե այստեղ գնում եք ծանոթանալու այդ տղայի ծնողների հետ եւ շատ ուրախ եք։ Գուցե նաեւ ինչ որ կա մորաքրոջ տղա է, ձեր եղբայրն է, որտեղ սա մեծ կին է, հա, ցույց է տալիս կամ ձեր մայրիկին կամ այդպես մորաքրոջ, հորաքրոջ իր տղան կարող է լինել, ում տեսնելուց օրինակ կարող եք ուրախանալ։ Օձեր կան համենայն դեպս բամբասանք է, դա օձային վերաբերմունք է, նախանձ է եւ այստեղ խաբեություն, բամբասանք, այ նայեք այստեղ եթե երիտասարդի հետ նոր եք ծանոթացել կամ այդպես շփվում եք դեռ նոր, մի քիչ ուշադիր եղեք, որովհետեւ այստեղ փորձում են ձեզ խառնել, որ կորցնեք տվյալ անձնավորությունը։ Նաև եթե նա լսի, ապա իրոք կարող եք կորցնել մեկը մյուսին։ Այդ օրը շատ մի կիսվեք, շատ մի բացվեք ձեր շրջապատի հետ, որտեղ նախանձությունը դա շատ վատ բան է։ Եվ նախանձությունից մարդիկ կարող են այսպես շատ այնպես անել, հա, նայեք, շատ բարդ քարտեր են այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 14-ին։ Այդ օրը երեխաներին հետ կանցկացնեք, երեխաների առիթ է, հղիություն, ծննդաբերություն, այստեղ հստակ կա։ Ինչ-որ մարդիկ այստեղ հղիություն, ծննդաբերություն է։ Կամ այդ օրը կիմանաք, որ հղի եք, կամ այդ օրը ծննդաբերություն է։ Նաև այդ օրը ոմանք կանցկացնեն իրենց երեխաների հետ, իրենց թոռների հետ, դա նոր կյանքի սկիզբ է, նոր բիզնեսի սկիզբ է, նոր հարաբերությունների սկիզբ է, ինչ-որ նոր մի բան է սկսվելու ձեր կյանքում։ Նաև դա փոփոխություն է այստեղ եւս, հա, ոնց որ սկսվելու այդ մեկտեղ միանգամից փոփոխություն է մտնում ձեր կյանք, ունեք այստեղ սա էլ կա, դա նշանակում ինչ-որ մի բան կգնա նորին արդեն կարող է գնացել է, տեղ է բացել եւ նոր փոփոխություններ է այստեղ մտնում ձեր կյանք, յուրաքանչյուր փոփոխություն դա։ Ոմանց մոտ սա տեղափոխություն է իրոք, օտար երկիր, ուրիշ քաղաք, այդպես սա կարող է լինել փոփոխությունը ձեզ մոտ։ Երեխաները կարող են գալ, դուք գնաք երեխաների մոտ։ Մի խոսքով սպասեք լավ փոփոխությունների, բայց այստեղ ընտրության առջև եք կանգնելու փոփոխությունից հետո։ Գուցե կամ չեք ուզում հրաժարվել նախկին կյանքից, նախկին ամեն ինչից, կամ այստեղ, հա, ինչ որ կտրուկ շատ կարող է ոմանց համար շատ չնչին բան է, հա, ինչ որ ընտրություն է, ինչ կրեք, ինչ հագնեք, ինչ անեք։ Ոմանց համար է կարող է շատ լուրջ է այստեղ։ Եթե հղիություն է, այստեղ եւս կարող եք, հա, այդպես ընտրության առջև կանգնած լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 14-ին։ Բավականին շատ ճանապարհներին կլինեք այդ օրը, այսօր այն կողմ կգնաք, այդքան էլ լավ քարտեր չեն, նաև դա կարող է լինել տեղափոխություն, մեկ այլ տուն, մեկ այլ բնակարան, գործերը այդ օրը առաջ կտանեք, քիչ խոսեք այդ օրը ձեր գործերի մասին, նախանձ մարդիկ շատ կան, կարող են ուղղակի նախանձել ձեզ եւ կարող եք նաև վիճել իրենց հետ։ Գործերը առաջ տանելու հետ կապված։ Ասում եմ, մի փոքր իմաստուն եղեք եւ այդ օրը քիչ վիճեք, հա, այդ օրը մի փչացրեք։ Այդ օրը ուրիշ կերպ նայեք ամեն ինչին։ Տեսնենք լավ է, սոցեր ինչ են ուզում ձեզանից։ Ոյ ինչու մի տղամարդ է։
Կամ այդ տղամարդը ավելի շատ իմաստուն է, ձեզ կարող է իմաստուն խորհուրդներ տալ։ Գործերը առաջ մղելու հետ կապված, տեղափոխության հետ կապված, ինչ որ պահեր են, որ կարող է ձեզ ճիշտ խորհուրդներ տալ նա։ Իսկ տեսնենք վեճը։ Ոյ, վեճը նայեք, բորբոքվում եք։ Դրանից է առաջանում։ Եվ մի քիչ դժվար կլինի այդ բորբոքումը մարել։ Պետք է հասկանալ, հա, որ փչացնում եք ձեր օրը, փչացնում եք ամեն ինչ։ Պետք չի այդ օրը ուղղակի այդպես լարված պահել, լարված դրություն մտցնել ինչ որ իրավիճակում է այստեղ։ Ինչքան շատ բորբոքվեք, այնքան վեճը ավելի կթեժանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 14-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը, հնարավոր նաև ոմանց մոտ ռոմանտիկ ժամադրություն է, ռոմանտիկ ճանապարհ է։ Այստեղ հանդիպում, շփում ձեր մայրիկի հետ։ Այդ օրը գործերը առաջ կտանեք, այս այն կողմ շատ կգնաք, կգաք, այս կանեք, նա կանեք։ Նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, կարող ձեր մայրն է գալիս ձեզ մոտ կամ դուք եք գնում իր մոտ։ Կամ որ ճանապարհ եք գնալու, այդպես բավականին էմոցիոնալ, որ արագ անեք, արագ հասցնեք, հա, ձեր գործերը շուշուտ անեք։ Եվ եթե կարիք կա, այստեղ ձեզ կաջակցեն այդ օրը, ձեզ կօգնեն, ինչ-որ մարդիկ կան, ովքեր որ ձեզ կաջակցեն։ Նաև սա նոր ծանոթություն է ոմանց համար, այնպես կամ հաղթանդամ ոյցը մեկի հետ, կամ նաև ոյցը ուժային կառույցում աշխատող ոյցը մարդու հետ։ Նաև դուք այդ օրը շատ ուժ կունենաք, էներգիա կունենաք, որ ամեն ինչ անեք, այդպես էմոցիաները եռում են, այ սա անեք, նա անեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 14-ին։ Այդ օրը շատ ճանապարհներին կլինեք, այսինքն բոլոր ճանապարհներին են։ Շատ ճանապարհներին կլինեք, այսօր կողմ կգնաք, որևիցե գործեր առաջ կտանեք, հյուր կարող եք ընդունել։ Տեղափոխություն է սա նաև ոմանց համար, տեղափոխություն, նոր բնակարան, նոր վայր, նոր տարածք։ Բավականին շատ կշփվեք այդ օրը նաև տարբեր մարդկանց հետ, միգուցե որ գնում եք այս այն կողմ, այսպես թե այնպես, նաև շփվում եք, նաև այդ ուշադիր եղեք, որ չվիճեք մարդկանց հետ։ Նաև դե կարող լեզվակռվի մեջ մտնենք, հետո վիճեք, տեսնենք, վիճում եք թե ոչ, ինչից է առաջանում այս վեճը։ Վեճը կարող է լինել տղամարդու հետ, հատկապես մի փոքր տարիքով անձնավորության հետ։ Ինչ-որ մի բան այնպես չէ, ձեզ դուր չի գա եւ կարող եք նաև վիճաբանության մեջ մտնել։ Այսքանը ձեզ համար, զսպեք օրը մի փչացրեք ձեր, հատկապես այստեղ եթե դուք եք հա տարիքով, այստեղ կարող լինել ձեր ամուսինը։ Անիմաստ օրը փչացնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 14-ին։ Տան հետ կապված ինչ որ պահեր են այստեղ։ Դուք կարող եք մաքրել, հյուրեր ընդունել, դուք գնաք հյուր, կամ տեղափոխվեք, ինչ որ պահեր են այստեղ, տան մեջ փոփոխություններ կարող եք անել, դες համար շատ կարևոր։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոյցե կնոջ հետ, տեսնենք ով է, նաև դա կարող է լինել ձեր մայրը, մեծ կին ամենայն դեպս, տեսնենք ով է, կամ այդ կնոջ մոտ է հաջողություն, կամ իրեն տեսնելուց, կամ նա է ձեզ համար դռներ բացում, հաջողության դռներ է բացում, կամ այդտեղ իրեն տեսնելուց ինչ որ հաջողակ պահեր է տեղի ունենում ձեր կյանքում, ամենայն դեպս իրեն տեսնելը ձեզ համար սա նոր դուռ է։ Միգուցե նաև ինչ որ գործեր ունեք, եւ այդ կնոջ հետ անում եք, եւ այդ դռները փակում եք վերջում, որ կարիք չկա կրկին անդրադառնալու այդ հարցերին։ Կամ սա նոր ինչ որ հնարավորություններ են, որ կարող է տալ այդ կինը ձեզ։ Եվ այդ օր ուշադիր եղեք, կարող եք վիճել,
Տեսնենք վիճում եք, թե տուն եք մաքրում, որովհետև տունն էլ կա։ Տեսնենք։ Եկող այս կինը ձեզ հյուր է գալիս։ Ինչ-որ բաներ եք հանելու թափեք։ Ինչ-որ բաներ կարող եք թափել նորին տեղ բացելու համար։ Եվ եթե վիճեք, այստեղ վեճը կլինի արդեն, եթե դիմացինից բաժանվեք, դա կլինի հավիտյան։ Որտև լցվել է արդեն, հա, կարող լցվել է, հիմա արդեն արտահայտում եք այն ինչ որ պետք է։ Եվ այստեղ եթե գնաց հավիտյան եք գնալու։ Կամ կարող է ուղղակի տուն եք մաքրում այդ օրը եւ ինչ որ բաներ եք հանում, թափում, այն բաները, որոնք որ ձեզ պիտանի չեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 14-ին։ Այդ օրը ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից, որը արդեն իր դարն ապրել է, գնալու է նորին տեղ բացելու համար։ Թողեք թող գնա, հա, ձեզ արդեն նա պետք չէ, որովհետև ինքը այլևս սպիտանի չի ձեզ համար։ Նաև դե նորին է տեղ բացելու, հա, դա շատ ավելի լավ է, քան որի հնից են, որ ոչ մի բան պետք չի, հա, կարճում եք։ Նաև իրերն են դա, որ պետք չի, բայց մարդիկ կարճում են։ Մի օր կարող է պետք գալ, այդ բացասական էներգիան թողում եք տունը, հետո ասում եք հաջողություն չի գալիս տուն, դե բայ որտեղից գա։ Այդ օրը նաև շատ ճանապարհներին կլինեք, այսօր կողմ կգնաք, նաև կարող տեղափոխվել, այն գործերը առաջ մղել, այն գործերը, որոնք որ մնացել էին, դրանք առաջ մղեք։ Եվ հետո կարող վիճել ինչ-որ մեկ է, տեսնենք վեճը սա, թե տուն եք մաքրում։ Եթե վիճեք այստեղ կորուստ է, այստեղ կարող է իրոք, հա, սա ցույց է տալիս, որ կորցնեք, սա ընդմիշտ է կորուստը, արդեն։ Շատ ուշադիր եղեք, եթե չեք ցանկանում դիմացինին կորցնել, հա, այդ օրը շատ կարևոր օր է եւ Սատուրն է մտնում նաև խոյ նշան եւ շատերը կարող են ուղղակի բաժանվել։ Եթե այստեղ գնաց հավիտյան եք գնում, նայեք, ուղղակի զգուշացնում եմ ձեզ։ Կամ եթե տուն եք մաքրելու, ուշադիր եղեք, որովհետև կարող ինչ-որ մի բան կորցնել։ Չզգաք, որ դա տարակ թափեցիք, հա, տանեք դնեք դարակի մեջ, հա, այդպես մտքերով տանում եք ու թափում ինչ-որ միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 14-ին։ Ինչ-որ մի բան է ձեզանից գնալու, նորին տեղ բացելու համար։ Ինչ-որ մի բան է, որը որ իր դարն արդեն ապրել է։ Չեմ հասկանում, իրար հետքան խառնում եմ, միևնույն է, Իլինոյս նույն քարտերն է։ Դե որովհետև այդ օրը Սատուրն է մտնում խոյ նշան եւ ամեն ինչ հավանական է, դա համար պետք է շատ ուշադիր լինել յուրաքանչյուր հարցում։ Ամենայն դեպս ինչ էլ գնա պետք է բաց թողնեք, թողեք թող գնա, նորին է տեղ բացելու, հա, թողեք թող գնա։ Այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ։ Նաև ուշադիր եղեք, լեզվակռիվ այստեղ կարող է լինել, դա է պատճառը, դա լեզվակռիվ, ինչ որ մեկը կգնա, ինչ որ նաև այստեղ կորուստ է։ Պետք է կարողանաք ձեզ զսպել։ Կորուստը ամենտեղ կարող է լինել։ Ինչ է կորուստը։ Դե առողջությունը ամենաառաջինը, կարող ձեզ վատ զգալ հետո, գլխացավեր ունենալ, հատկապես եթե տարեց մարդկանց հետ եք վիճում այստեղ արդեն ուրիշ ձևի կորուստ կարող եք ունենալ, հետո տակ ձեր գլխին, թե ինչու երկու բառ չկարողացա ինձ զսպեի, որ չասեի։ Մի խոսքով շատ ուշադիր պետք է լինեք այդ կորուստների հետ կապված, լեզվակռվի, խոսակցության, ինչ որ մի բան է գնալու, կարծես ձեզանից դա երևի թե ձեզ դուր չի գալի, դրանից հետո ամեն ինչ է սկսվում։ Ուղղակի պետք է հանգիստ անցկացնեք այդ օրը, հատկապես եթե տանը տարեց մարդիկ ունեք, խոսակցությունը իրենց հետ է, այդպես։
Ուղղակի ձեր առողջությանն եք վնասելու, եթե այստեղ ինչ-որ ավել խոսեք։ Ավելի լավ է, թե զգում եք, որ հասնում է արդեն այն աստիճան, որ պետք է լեզվակռվի մեջ մտնեք, հանգստացրեք ձեզ։ Որտեվ այստեղ իրոք, հա, այստեղ ձեր առողջությունն է կորուստ, հատկապես եթե մեծ տարիքով մարդիկ կան, էլի եմ ասում։ Եվս էլի վտանգը շատ մեծ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։